Հունիսի 29-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Այս օրը սահմանվել է 2000 թվականից, խորհրդանշում է Արցախյան գոյամարտում անհետ կորած հայրենիների սխրանքն ու նրանց հարազատների անվերջանալի սպասումը։ Ավանդաբար այս օրը հազարավոր մարդիկ, զինվորականներ եւ պետական այրեր այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին։ Սահմանադրական դատարանում իրավիճակը սրվել է դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումից հետո, երբ նա փորձել է արտաքին ազդեցության համատեքստում անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների հայտարարություններին եւ դրանց հնարավոր ազդեցությանը ընտրողների կամքի վրա։ Սաֆարյանի հարցադրումը դժգոհություն է առաջացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մոտ։ Նա հայտարարել է, որ հարցադրումը իրականության հետ կապ չունի եւ դատավորի կողմից քաղաքական հայտարարություն է արվում։ Դարվածությունը հասել է այն աստիճանի, որ դատարանի նախագահը ստիպած է եղել նկատողություն հայտարարել Օրբելյանին։ Բարձր դատարան, խնդրում եմ, բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սա այնց հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն Բարձր դատարան առարկությունները։ Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Եվրոպական միությունը կարող է իրավական պատասխանատվության ենթարկվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խարխլմանը նպաստելու եւ գործող իշխանություններին անվերապահ աջակցություն ցուցաբերելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հասցեագրված նամակում փաստաբանական ընկերությունը պնդել է, որ Բրյուսելը Երևանում աչք է փակել զանգվածային խաղաղական ձեռբակալությունների հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի եւ ընտրակեղծիքների վրա, միաժամանակ Հայաստանը ներկայացնելով որպես ժողովրդավարության հաջողության պատմություն։ Ըստ Ռոբերտ Ամստերդամի, ԵՄ-ն հրաժարվել է գործել որպես չեզոք դիտորդ եւ նախընտրել է դաշնակցել մի կառավարության հետ, որը թիրախավորում է քննադատներին ու թուլացնում ժողովրդավարական երաշխիքները։ Իրավապաշտպանը շեշտել է, որ Բրյուսելի այս գործելավոճը վնասում է իրավունքի գերակայությանը եւ կրկնակի ստանդարտների կիրառմամբ վտանգում Հայաստանի պետականությունը։ Այս համատեքստում Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը անդրադառնալով ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացին ընդգծել է, որ հիմնարար խնդիր է մնում սահմանադրական դատարանի անկախության հարցը, քանի որ այն պետք է պահպանի քաղաքական չեզոքություն անկախ միջազգային դերակատարների աջակցությունից։ Ամստերդամի խոսքով, չնայած միջազգային լայնածավալ աջակցությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի հաջողվել ստանալ ընտրողների մեծամասնության քվեն, ինչը վկայում է իշխանության նկատմամբ հանրային վստահության բացակայության մասին։ Մարդիկ պետք է կարողանան կայանել իրենց մեքենաները եւ շարժը շարունակեն հանրային տրանսպորտով։ Այսօր գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով երթևեկության բեռնաթափման նպատակով քաղաքի մուտքերում եւ տարբեր հատվածներում նախատեսվում է ստեղծել խոշոր ավտոկայանատեղիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փողոցների լայնացում տեսականորեն հնարավոր չէ։ Մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն, եւ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորա հոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ել ավելի արագ, ել ավելի հարմար, եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ אני מודה לממשלת לבנון ולעם בלבנון Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօրվա կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելը շատ լուրջ է ընդունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունը։ Հրեական պետության հասցեին նա նաև նշել է, որ մտադիր է հրավիրել ԱՄՆ-ի ուշադրությունը։ Այս մասին գրել է The Times of Israel թերթը հողմանելով վարչապետի գրասենյակին։
Մեջբերում հազիվ թե մի օր անցնի, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա այն, որ երբ ինչ-որ մեկը ասում է, թե մտադիր է ոչնչացնել քեզ, դրան պետք է լուրջ վերաբերվել։ Վարչապետի խոսքերը մեջբերել է թերթը։ Երկու միմյանց աջակցող պետությունների միջև հարաբերությունները լարվեցին, երբ Թուրքիան սկսեց դատապարտել Իսրայելի քաղաքականությունը եւ միացավ նրա դեմ բացված դատական գործերին։ Իսրայելցի պաշտոնյաները մերժեցին Թուրքիայի քննադատությունները, իրենց հերթին մեղադրելով Էրդողանին ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես Համասին աջակցելու, ինչպես նաեւ սեփական երկրում քրդերի իրավունքները ոտնահարելու համար։ Հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ հունիսի 28-ին Բենյամին Նեթանյահուն հայտարարեց հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ անցյալ դարում Օսմանյան կայսրության ոճրագործությունը դատապարտելու մասին։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը եւ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով կգտնվեն Թուրքիայում։ Այս մասին նշվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նախատեսված են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ենթադրվում է, որ Թուրքիայից հետո նրանք կժամանեն Հայաստան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման մասին։ Ըստ ԻՌՆԱ գործակալության, Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարի ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլարը ապասառեցվելու է եւ վերադարձվելու է։ Այդ միջոցների մնացած մասը վերադարձնելու աշխատանքները նույնպես շարունակվում են, հայտարարել է Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև վերջերս կնքված համաձայնագիրը որակել է որպես Իրանի ժողովրդի համար կարևոր ձեռքբերում եւ նշել, որ դրա շրջանակներում հանվել են պատժամիջոցները նավթի եւ նավթաքիմիական ոլորտներում։ Անկորիջում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը համաձայնել է գնալ Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների ձևակերպած փոխզիջումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով, թեև Անկորիջի ոգին չի ամրագրվել որևէ պաշտոնական փաստաթղթով եւ ոչ մի ստորագրություն չի դրվել, սակայն կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության դադարեցման որոշակի հնարավորություններ։ Պուտինը շեշտել է, որ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնցով ամերիկյան կողմն է դիմել իրենց, եւ Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը։ Իրենք այժմ սպասում են ամերիկացի բանակցողների այցի Մոսկվա եւ պատրաստ են շարունակել Ալյասկայում շոշափված թեմաների քննարկումը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Յարոսլավ Լում սինագոգի հրկիզումը։ Իրավապահները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդին, որը պատրաստվում էր այնուհետև մեկնել Սիրիա։ Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել Աֆղանստանի սահմանամերձ տարածքներին, զոհվել է ավելի քան 30, վիրավորվել մոտ 100 մարդ։ Հարվածների հետևանքով Պակտիա նահանգում բնակելի տուն է ավերվել։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդի խոսքով հարվածների են ենթարկվել նաև Պակտիկա եւ Հոստ նահանգները։ Իսլամաբադն իր հերթին հայտարարել է, որ լավ ծրագրված գործողություն է իրականացրել ի պատասխան գնդակոծությունների։ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7.5 մագնիտուդով 2 հզոր երկրաշարժերի հետևանքով վերջին տվյալով զոհվել է առնվազն 1450 մարդ, ավելի քան 3100-ը վիրավորվել են, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ դեռևս համարվում են անհետ կորած։ Այս աղետի ֆոնին Լա Գուայրա նահանգում փրկարարական բրիգադներին հաջողվել է ավելի քան 11 ժամ տևած աշխատանքների արդյունքում փլատակներից 86 ժամ անց ողջ դուրս բերել 60-ամյա կնոջ։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Կարակասի հիվանդանոց, վիճակը կայուն է, իսկ բժիշկները հրաժարվել են բուժման համար գումար վերցնել։ Միևնույն ժամանակ համացանցում մեծ տարածում է գտել աղետի հենց առաջին վայրկյանների տեսանյութը, որը արվել է լողափին եւ ֆիքսել է շենքերի փլուզման ու համատարած խուճապի պահը։ Հնդկաստանի հյուսիս-արևելքում մուսոնային տեղատարափների ու սողանքների հետևանքով տուժել է ավելի քան 22,000 մարդ։ Ջրի տակ է անցել 96 գյուղ, իսկ 1600 հեկտարից ավելի գյուղատնտեսական հողատարածքներ ծածկված են ջրով։ Դեռևս հայտնի է 3 զոհի մասին։